Երբ որ խոսում ենք, որ ընդդիմությունը ավելի այսպես իսլամի վրա կամ կրոնական էր, մենք կարող ենք ասենք, որ իշխանությունն է շատ ավելի զինվորական էր։ Ինքը Քեմալը զինվորական էր ի վերջո, այսինքն իր իշխանությունը կերտել էր ճակատամարտերում հաղթանակը, ընդ որում ես ինչքան ասենք կարծում եմ միշտ իրոք զարմանալի հաղթանակներով, որտեղ երբ որ մենք նայում ենք հույն թուրքական պատերազմը, հույներին զինում էին բրիտանացիները, հույները այդ գոնե նախնական այդ հաղթական ընթացքը հանկարծ կանգնեցվեց, այսպես թվում է թե այսպես գյուղացիների կամ այստեղից այնտեղից հավաքված ինչ որ մի բանակի կողմից, հա, կա նման բան։ Չէ, այսպես ասեմ, որտեղ գալիս ենք արդեն բանակի թեմային, էլի, հիմա քո հարցը երկու մասով փորձեմ պատասխանել, ովքեր էին Մուստաֆա Քեմալի այսպես զորքը, դա Օսմանյան բանակի չզինաթափված զորագնդերն էին, որոնք պարտությունից հետո չէին զինաթափվել, դրանք հրոսակներ էին տարբեր հոգևորականների եւ ուրեմն տարբեր հեղինակությունների պատկանող, այո, բայց պետք է խոստովանել, Մուստաֆա Քեմալը պրոֆեսիոնալ զինվորական էր, այսինքն նա ավարտել էր ռազմական մի քանի ակադեմիաներ եւ 0-ից աճել էր, դարձել էր գեներալ, համարվում է բավական տաղանդավոր ստրատեգ գեներալ եւ ուրեմն նա քաղաքական իր այսպես ամբիցիաներն ու զինվորական իր հմտությունը կարողացավ համատեղել ինչպես Քեմալական շարժման ժամանակ նա չէր զորքի հրամանատարը, նա այսպես Անկարայում ստեղծել էր քաղաքական մարմին, ազգային ժողով եւ ելույթներ էր ունեն։ Եվ որ հունական զորքը առաջընթաց ունեցավ եւ արդեն մոտենում էր Անկարային, ժողովուրդը, այսպես ասած, խորհրդարանը նրան խնդրեց դա վերցնել բանակը ղեկավարումը իր վրա։ Եվ այստեղ նա մի պահանջ դրեց, որը մինչև կյանքի վերջ այդ այսպես կոչումը պահեց։ Նա ժողովրդից խնդրեց իրեն օժտել դիկտատորի հատկանիշներով, այսինքն դիկտատոր թույլ տալ, որ միանձնյա որոշի եւ վերցրեց բանակի ղեկավարությունը ու ցավոք սրտի կամ որպես փաստ կարող ենք ֆիքսել, որ կարողացավ հաղթանակներ տալ ու բեկում մտցնել։ Հիմա դա իր ռազմական տաղանդի շնորհիվ էր թե ինչ, բայց քո ասածը լիովին ճիշտ է, այսինքն հունական բանակը զինված էր, բայց թուրքական բանակը կարողացավ հաջողության հասնել նույն կերպ ինչպես Հայաստանի Հանրապետության բանակը լավ զինված, խորհրդային զենքով նաև օգնությամբ, չէ՞, այդ առումով էլ ինքը նաև դիվանագիտական առումով էլ կարողացավ հարցլուծել։ Նա փաստորեն այդ ժամանակ մի կողմից ներկայանում էր որպես խալիֆայության պաշտպան, իսկ բոլշևիկների ռուսների հետ բանակցելիս ասում էր, ինչպես դուք եք ցարին տապալել, ես էլ ուզում եմ սուլթանին տապալեմ, ինձ օգնեք ոսկով, զենքով եւ այլն եւ այլն։ Եվ երկրորդը, քո ասած, տես փաստորեն Թուրքիայի Հանրապետությունը կերտեցին զինվորականները, Մուստաֆա Քեմալը եւ իր շրջապատը զինվորականները։ Ու այսպեսի մի դոգմա մտավ, որ սա կռված տղեկի ստեղծած պետությունն է եւ կռված տղեկն են, որ պետք է լինեն դրության տերը։ Եվ նայ Թուրքիայում մինչև 1989 թվականը բոլոր նախագահները բացառությամբ երրորդ նախագահ եղել են կադրային զինվորականներ, գեներալներ, մեկ ծովակալ, մնացածը գեներալներ, այսինքն նախագահի պաշտոնը Մուստաֆա Քեմալն էր գեներալ, հաջորդ երկրորդ նախագահն էր գեներալ, երրորդ նախագահը գեներալ չէր, բայց այդ պարտիզանական պատերազմի Ջելալ Բայարը, պատերազմ այդ պարտիզանական այսպես խմբավորման լիդերն էր եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ մի հանգամանք եւս Մուստաֆա Քեմալը բանակին հռչակեց հանրապետության եւ իր գաղափարախոսության պաշտպան, այսինքն բանակը քեմալիզմի պաշտպանն է ու ռազմական ակադեմիաներում կրթական համակարգը այնպիսին էր, որ այնտեղից դուրս եկող սպաները բոլորը երթվյալ քեմալականներ էին, երթվյալ աշխարհիկներ էին, իրենց համար թիրախ էր կրոնականությունը, պահպանողականությունը, իրենց հավատամքներ պաշտպանել աշխարհիկությունը, քեմալին, քեմալի սկզբունքները։ Թուրքիայի կրթական համակարգում առարկա կա այսպես քեմալիզմի սկզբունքներ եւ այլն, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների համար։ Եվ վերջին դրվագը Մուստաֆա Քեմալը երեխաներ չուներ։ Եվ իր ժառանգ հռչակեց բանակին, որ բանակն է իմ երեխան։ Ու բանակն էլ այդ ընկալմամբ էր դասակում, որ մեր հայրը
Մուստաֆա Քեմալն է։ Մանավանդ երբ որ 34 թվականին նրան տրվեց ազգանուն Աթաթուրք, որը թարգմանաբար նշանակում է թուրքերի հայր կամ հայր թուրք, բանակի եւ այդ աշխարհիկության պաշտպանների համար իրենց հորը Մուստաֆա Քեմալին եւ նրա գաղափարները պաշտպանելը դարձավ լիովին այլ հանգամանք։ Ես այսպեսի բաժանում ունեմ Թուրքիայում քեմալիզմը պաշտպանող 3 այսպես խրամատ կա։ 3 խրամատ կար, որպեսզի նաեւ հասկանանք թե Էրդողանը ինչպիսի խրամատներ է հաղթել։ Դրանց կհասնենք հետո։ Առաջին խրամատը բնականաբար Քեմալի կուսակցություններ, ժողովրդական հանրապետական կուսակցություն եւ այդ գաղափարախոսության աշխարհիկության։ Երկրորդ խրամատը բանակներ, որ իրեն վերապահում էր, եթե հանկարծ վտանգված է քեմալիզմը, ուժային մեթոդով դա փոխել։ Իսկ ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ, բայց ուզում եմ հասկանամ դա սահմանադրական մանդատ էր, այսինքն դա Ես դրա մասին կասեմ հիմա, եւ երրորդ խրամատը իրավական համակարգն է, սահմանադրական դատարաններ, որ կարող էր ցանկացած քաղաքական ուժի արգելել, հիմնավորելով որ նա շեղվում է քեմալիզմից, աշխարհիկություն։